Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր քննարկման հաջորդ թեման Հայաստանի անվտանգային և պաշտպանական քաղաքականությունն է։ Այս հարցը կարևորվում է նրանով, որ ըստ էության Հայաստանը և Ռուսաստանը այլևս առնչություններ չունեն այդ ոլորտում համագործակցությանը, որովհետև դրա համար կան տարբեր պատճառներ, եւ բացի դրանից էլ մենք ըստ էության տեսնում ենք եւ ֆիքսել ենք, որ ընդհանուր եւ ոչինչ չունենք նրանց հետ, այլև չենք էլ ուզում առանձնապես ունենալ, եւ այդ ֆոնին Հայաստանն ինտենսիվորեն զարգացնում է իր հարաբերությունները այլ սուբյեկտների հետ, ընդ որում թե արևելքում, թե արևմուտքում։ Այսօր տեղի ունեցել Դելիում հանդիպում անվտանգության խորհրդի քարտուղարի Հայաստանի եւ Հնդկաստանում վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի միջև։ Գրիգորյանը եւ Դովալը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր, նաեւ անդրադարձել են տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հարցերին, նաեւ այսպես քննարկելով այն դաշտը, որը կա համագործակցության Հայաստանի եւ Հնդկաստանի միջև։ Երկրորդը դա այն է, որ Հնդկաստանի կողմից մատակարարվող շատ զինատեսակներ փորձություն անցան Հնդկաստանի եւ Պակիստանի միջև այս դիմակայության ռազմական ֆազայում եւ մենք տեսանք, որ հնդկական կողմը բավականին ցավոտ հարվածներ հասցրեց Պակիստանին եւ ըստ էության ռազմավարական նախաձեռնությունը պահում է իր ձեռքում։ Եվ սա, եթե արևելքում, ապա արևմուտքում մենք մասնակիորեն անդրադարձանք այս հարցին, Հայաստանի պաշտպանության նախարարն է գտնվում Գերմանիայում եւ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահությանը նվիրված մի մեծ միջազգային կոնֆերանս է այնտեղ եւ այդ կոնֆերանսի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունենում։ Իշարս որոնց հանդիպումը տեղի ունեցել նաեւ Սուրեն Պապիկյանի եւ Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի միջև եւ կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար Երևանում եւ Լոնդոնում ռազմական կցորդներ գործուղել, այդպիսի պաշտոն սահմանել եւ պաշտոնյաների գործուղել, ինչը վկայում է նաեւ այն մասին, որ համագործակցության դաշտ է բացվում եւ այդ դաշտում աշխատողներ են անհրաժեշտ։ Փորձենք հասկանալ այս ուրվագծվող նոր իրողությունները եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է ռազմական փորձագետ, Ապրի Արմենիա հիմնադրամի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը, բարով եք եկել, պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Պարոն Ներսիսյան, դուք հետևում եք այս ռազմաքաղաքական լրահոսին եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի այցին Նյու Դելհի եւ հայ-հնդկական հարաբերությունների ընթացիկ փուլում տեղի ունեցող նորություններին ձեր գնահատականը։ Տեսնում ենք բավականին ինձ թվում է լոգիկայից բխող քայլեր Հայաստանի կողմից, հնդկա-պակիստանական կոնֆլիկտում Հնդկաստանին
դիպլոմատիկ մակարդակում ինչ-որ աջակցություն ցույց տալ, որովհետև բոլորս գիտենք, որ Պակիստանը հենց 90-ական թվականներից միշտ Ադրբեջանին է օգնել, աջակցել եւ երբեք չի թաքցրել ում կողմն է կանգնած եւ հակառակը մենք տեսնում ենք, որ Հնդկաստանը միշտ ավելի մոտ դիրք է ունեցել քաղաքական Հայաստանին եւ այս վերջին մի քանի տարին Հայաստանի քրիտիկական կարևոր զենքի մատակարարողն է դարել եւ այդ պարագայում ինձ թվում է որ շատ կարևոր էր այդ այցը անել այդ հենց հիմա բարձր մակարդակով եւ մեկ անգամ մենք տեսնում ենք որ ամեն ինչ բրդում է երկու երկիրն էլ իրար դեպի ավելի սերտ համագործակցում, որովհետև Ադրբեջանն էլ հերթական անգամ ուղիղ շատ ավելի էսկասեի ագրեսիվ քան Հայաստանը ցույց տվեց աջակցություն Պակիստանին ու Թուրքիան նաև բնականաբար Թուրքիան հենց այդ գործողությունները սկսեց ռազմական օգնություն եւ զենք ուղարկել Պակիստան միանգամից Պարոն Ներսիսյան, այդ ձեր ասած այդ դիմակայության ռազմական ֆազայում մենք տեսանք, որ Հնդկաստանը լայնորեն կիրառեց մի շարք զինատեսակներ իր հենց զինված ուժերի կողմից, որոնք նաև մատակարարում է Հայաստանին։ Եվ ընդ որում մենք տեսանք, որ այս հերթական, Հնդկաստան-Պակիստան այս դիմակայությունը ուղեկցվում էր նաև բավականին լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմով եւ այդ տեղեկությունների այդ լրահոսում մենք տեսնում ենք հենց այդ զինատեսակների կիրառման շատ կարևոր օրինակներ Վստահաբար դուք եւս որպես ռազմական փորձագետ հետևում եք այդ լրահոսին եւս ձեր գնահատականը ինչպես դրսևորեց իրեն հնդկական զենքը ինչպես էր ինչ էֆեկտիվությամբ էր դա կիրառվում Հնդկաստանի զինված ուժերի կողմից եւ ինչ հետեւություններ մենք դրանից պետք է անենք համեցեք Մենք բաց աղբյուրներում մեծ մասամբ տեսանք ակաշ տեսակի հակաօդային պաշտպանության համակարգի կիրառումը եւ համ բաց աղբյուրներից համ որոշ շփումներից իմ գործընկերների հետ Հնդկաստանում կարող եմ ասել, որ բավականին լավ իրեն դրսևորեց այդ համալիրը հենց տարբեր թիրախների պայքարելու մեծ մասամբ դրոնների մասին էր խոսքը գնում նաև թուրքական արտադրության եւ մենք տեսանք որ գոնե այդ զինատեսակը բավականին էֆեկտիվ է աշխատում ես ենթադրում եմ որ որոշ հրետանային միջոցներ էլ կարող է եւ կիրառվել են օրինակ համար պինակա տեսակի հրթիռային համալիրը բայց այտենց հստակ տեղեկատվություն դրա մասին չկա, բայց օրինակ պինակայի մասին մենք գիտենք, որ ինքը Կարգիլյան պատերազմում պրոտոտիպը օգտագործվել է, կիրառվել է, շատ էֆեկտիվ եւ հենց դրանից հետո Հնդկաստանի բանակը որոշեց, որ պետք է որ այդ զենքը գնի եւ բավականին երկար ժամանակ հետո, երբ որ բոլոր փորձարկումները ավարտվեցին, այդ գնումները սկսեցին կատարել։ Համարյա 15 տարի դրանից հետո անցավ Կարգիլյան պատերազմից էլի բնականաբար Պակիստանի ու Հնդկաստանի միջև բայց ճիշտը որ ասեմ իմ կողմից ես տենց մեծ մտահոգություններ այն համակարգերի որ մենք ըստ հնդկական մամուլի գնում ենք չեմ տեսել մեծ խնդիրներ որովհետև շատ հաճախ երկար ճանապարհ անցած սիստեմներ են, մինչև հնդկական բանակ են հասել, որոշ դեպքերում էլ բավականին լուրջ քանակի արևմտյան կոմպոնենտների վրա է դա հավաքած
մենք գիտենք, որ գոնե այդ կոմպոնենտների շատ բարձր որակի են եւ ստանդարտների համապատասխան։ Այսինքն խնդիրներ չտեսանք, իսկ դրական ինչ կողմեր դուք տեսաք դրանց կիրառումից, նույն այդ ակաշ կամ պինակը հրետանային խնդիր չկա, դա դրական է, էլի արդեն, եթե կա օդային պաշտպանություն, որը կարում է խփել օդային թիրախներ, էֆեկտիվ, ուրեմն այդ զենքը աշխատում է։ Եվ այդ իմաստով դա կարևոր է տեսնել մեկ անգամ էլ եւ պետք է նաեւ նշել, որ այս կարճ կոնֆլիկտի դասերից մեկը նաեւ որ զենքը կարևոր է, բայց կիրառելն ու պլանավորելն է շատ կարևոր եւ օրինակի համար նեգատիվ եթե մասին գնանք, մենք տեսանք, որ ամենաբարձրակարգ եւ թանկարժեք հնդկական բանակի զենքերից Հնդկաստանը կորցրեց, օրինակի համար Ռաֆալ տեսակի կործանիչ մեկ հատ հաստատ կորցրել են, մեկից մինչև 3 կորուստ են ունեցել, որը հենց իմ կարծիքով պլանավորման ու կիրառման խնդիրների հետ կապ ունեցել։ Այստեղ ես դա նշեցի, որ կարևորությունն է, որ մենակ զենքը գնելը չի, բայց զենքը կիրառել ճիշտ է։ Եվ կառավարման համակարգը պետք է հղկել այն աստիճանի, որ այդ զենքը մաքսիմալ էֆեկտիվ լինի եւ մինիմալ խոցելի, այդպես չէ։ Այո, մենք նաև տեսանք հետաքրքիր մի ուրիշ զարգացում, տեսանք, որ չինական գործանիչները, օրինակի համար, գոնե այսենց կարճ գործողություններից տենց լուրջ դիագնոզներ դնել չի լինի, բայց գոնե որ վատը չեն իրենք եւ իրենց հրթիռային զենքն ու զինամթերքը վատը չէ, մենք տեսանք։ Դա էլ էս կարճ պատերազմական գործողությունները ցույց տվեցին եւ սուրպրիզ տեղ չկա, անակնկալ չկա, որ օրինակ չինական այդ ընկերության ակցիաների գինը թանկացել է 30%-ով այս պատմությունից հետո, որ ընկերությունը, որ J10C կործանիչն է արդեն։ Որից իդեպ Ադրբեջանը գնորդ է, չէ՞։ Չէ, դրանից չի գնում Ադրբեջանը գնում է JF-17 տեսակի կործանիչը, ավելի էժան եւ ավելի ինձ թվում է, որ անհաջող մոդել է դա, բայց պետք է նշել, որ այն հրթիռները, որ այդ կործանիչը կարող է կրել, PL-15 տեսակի հրթիռները բավականին վտանգավոր կարող են լինել Հայաստանի ավիացիայի դեմ։ Եվ դա պետք է նշել եւ հասկանալ նաեւ։ Պարոն Ներսիսյան, եւս մի կարևոր հարց, փաստորեն ամփոփելով մենք պետք է ասենք, որ այս կարճ կոնֆլիկտը իր ռազմական ֆազայով ցույց տվեց, որ Հայաստանի ընտրությունը Հնդկաստանի որպես կարևորագույն գործընկեր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում լիովին արդարացված է։ Կարող ենք նման եզրակացություն մեզ թույլ տալ։ Ինձ թվում է, որ այդ եզրակացությունը մինչև այս գործողությունն էլ էր բավականին ակնհայտ, որովհետև ինձ թվում է, որ Հայաստանը ուրիշ ընտրություն էլ 2022 թվականին չուներ, ճիշտը որ ասենք, եւ բացի նրանից, որ այդ գործարքները Հայաստանի բանակին են օգտակար, նաև իրանք դիպլոմատիկ որոշ դեր ունեցան եւ հեշտացրեցին Հայաստանի աշխատանքը ուրիշ պետությունների հետ իմ կարծիքով։ Այստեղ ցուցադրվեց, որ Հայաստանը զենքի շուկա է առաջինը եւ Հայաստանը կարող է վճարել զենքի համար բավականին լուրջ գումարներ եւ շատ երկրներին դա ոնց որ բրդում է նրան, որ պետք է նաեւ այդ շուկան մտնել եւ չկորցնել։ Իսկ առաջ տենց կարծիք Հայաստանի մասին չկար եւ շատ երկրների համար Հայաստանը հետաքրքիր չէր այդ անկյունից։
Պարոն Ներսիսյան, զուգահեռաբար մենք հետևում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի այցին Գերմանիա, այնտեղ ինչպես ասացի, ՄԱԿ-ի հովանու ներքո մի մեծ կոնֆերանս է նվիրված միջազգային խաղաղապահությանը եւ այդ շրջանակներում երկկողմ հանդիպումներ է անցկացնում, այդ թվում նաեւ Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լուկ Փոլարդի հետ եւ այդ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ երկկողմ հարաբերությունների խորացման մասին, նաեւ պատրաստակամություն հայտնել համապատասխանաբար Լոնդոն եւ Երևան եւ Լոնդոն գործ ուղղել ռազմական կացորդների, ինչը մինչև հիմա չի եղել։ Ձեր գնահատականը այս որոշման, այս պայմանավորվածության, այս հանդիպման եւ ընդհանրապես ձեր գնահատականը հայ-բրիտանական ռազմական համագործակցության հեռանկարն է, կարճաժամկետ եւ երկարաժամկետ, համեցեք։ Ճիշտն ասած դեռ չեմ տեսնում, որ շատ սերտ համագործակցություն Հայաստանն ու Անգլիան կարող են ունենալ միացյալ թագավորությունը եւ բայց պոզիտիվը նա է, որ ավելի դեպի նեյտրալ ինչ-որ դիրք այդ երկիրը տեղափոխելը ոչ թե միայն Ադրբեջանին բարեկամ երկիր, դա կարա իր կարևոր դեր ունենալ եւ իմ կարծիքով ինչքան ավելի շատ դիպլոմատիկ շփումներ կան եւ ինչքան ավելի շատ բաց խողովակներ կան այդ շփման համար, դա ավելի լավ է եւ թվում է որ կարճաժամկետ ինչ-որ շրջանում մենք օրինակի համար ինչ-որ զենքի լետալ գնումներ չենք տեսնելու կամ ինչ-որ լուրջ զորավարժություններ, բայց ինչ-որ ավելի փոքր սեգմենտում համագործակցության, օրինակ ռազմական կրթություն կարող ենք ինչ-որ պոզիտիվ շարժ տեսնել եւ հուսով եմ, որ դիպլոմատիկ շրջանակներում Միացյալ Թագավորությունը գոնե նեյտրալ կմնա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մեջ եւ չի աջակցի ուղիղ Ադրբեջանին։ Բայց ավելի երկարաժամկետում ամեն ինչ կարող է փոխվել, նաեւ երբ որ Ադրբեջանում նավթային տնտեսության անկում ինչ-որ սկսվի, այդ անկումը դանդաղ արդեն մենք ունենք այս վերջի տարիները, երբ որ այդ նավթի գործոնը Ադրբեջանի իր դերը մի քիչ ընկնի, այսօրվա հետ համեմատ մենք կարող է ավելի ինչ-որ հետաքրքիր զարգացումներ տեսնել։ Իդեպ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց Ադրբեջանի պետական 5 նավթատար նավերի նկատմամբ, որը սերտորեն առնչվում է։ Բավականին աննախադեպ բան է, այո, համաձայն եմ, բայց դա ոնց որ այդ նավերը ինչքան ես հասկանում եմ ռուսական նավատորմի, այդ ստվերային նավատորմի մեջ էին մտնում։ Բայց Ադրբեջանին են պատկանում։ Այո, համաձայն եմ եւ շատ լավ է, որ դա սկսել է բացվել քիչ-քիչ, նենց չի որ դրա մասին նոր ենք իմանում, Ադրբեջանի նավերը բավականին լուրջ դեր ունեն ռուսական նավթի եւ նավթի տարբեր ֆրակցիաների էքսպորտի մեջ եւ խոսքը գնում է ոչ միայն նավթի, այլ բենզինի եւ տարբեր ուրիշ ապրանքների եւ լավ է որ Ադրբեջանն էլ է սկսել պատժվել այդ պատճառով եթե դա ավելի լուրջ զարգացումներ ունի իմ կարող է եւ Ադրբեջանի եւ Միացյալ Թագավորության հարաբերություններն էլ սկսեն մի քիչ ավելի սառել։ Պարոն Ներսիսյան, այնուամենայնիվ, որ նավթը մնում է ժամանակակից աշխարհում էլ նավթը մնում է պատերազմի արյունը, դա փաստ է։
առանց դրա պատերազմ վարել հնարավոր չէ։ Բայց մենք տեսնում ենք նավթի գների անկում եւ տեսնում ենք շատ հստակ միտում, որ սա երկարատև էֆեկտ է, ոչ թե ինչ որ կարճաժամկետ անկում է սա։ Ինչ եք կարծում, սա ինչ ձևով կառնչվի մեր անվտանգության միջավայրին, մասնավորապես ռազմական անվտանգության միջավայրին, հաշվի առնելով այն, որ մենք դեռ Ադրբեջանի հետ չենք կարգավորել մեր հարաբերությունները, Ադրբեջանն էլ այսպես մշտապես ծխացող էսկալացիան պահպանելու հստակ կողմնակից է, որպես դիրքավորվում։ Բնականաբար ինչքան ցածր նավթի գները, այնքան ավելի լավ Հայաստանի համար, բարբեր նաև որտեղ Հայաստանը ինքը գնում է, սպառող է, գնող է, եւ Ադրբեջանը վաճառող է, եւ Ադրբեջանի բյուջեն հաշված է բարելի գինը $70։ Այդպես է բյուջեն դրված, $70-ից ցածր է, շատ ավելի ցածր չէ, բայց որ պատկերացնենք օրինակ 2015 թվի գներին իջնի $35 այդ տիպի ինչ որ թվերի մասին խոսքը գնա, այդ պետության մոտ մեծ խնդիրներ կլինեն բյուջերի հետ եւ ռազմական ծախսերը ինչ էլ անեն պետքա կրճատեն եւ դա մենակ պոզիտիվ Հայաստանի համար երկարաժամկետ կարա լինի, կարճաժամկետ ինչ որ ռիսկերի բարձրացում նաև էսկալացիայի կարա լինի, այն իմաստով, որ եթե տնտեսական հարցեր են պետությունում, պետքա ուշադրությունը դեպի հայեր շեղվելու համար, դա կարող է ռիսկեր ինչ որ կարճաժամկետ բերել, բայց եթե ձգվի այդ պատմությունը ցածր նավթի գներով, օրինակի համար եթե Իրանը ԱՄՆ-ի հետ կարողանա պայմանավորվի, եւ սանկցիաները դուրս գան, ես կարող եմ պատկերացնել, որ այդ իմ ասած գներին էլ կարող է իջնի։ Դա տնտեսագետի մի քիչ ավելի հայացք երևի ճիշտ կլինի։ Բայց եթե նավթի գինը էժան լինի, Հայաստանի տնտեսությունը դրանից մենակ կաճի եւ կշահի, իսկ Ադրբեջանին շատ մեծ հարված կստանա։ Եվ եթե նավթի գինը լինի 35, ես չեմ զարմանա, եթե մենք մի օր տեսնենք, որ մեր ռազմական բյուջեները իրարից չեն էլ տարբերվում առանձնապես։ Պարոն Ներսիսյան, մենք ոնց որ վերադառնում ենք էլի առաջին հարցին կապված Հնդկաստանի եւ Պակիստանի հետ, այնպես ստացվեց, որ թվում է, թե մեզանից հեռու գտնվող մի տարածաշրջանում երկու թեկուզ եւ մեծ երկիր ինչ որ կոնֆլիկտի մեջ են այցել, որ երրորդ անգամ հասկացած 47 թվականից, բայց մեկ էլ այս անգամ այդ ամենը սկսեց ինչ որ հարավ-կովկասյան մի չափում ձեռք բերել, հա, dimension, էլի այսպես ասած, մի պարզ պատճառ, որովհետև Պակիստանը բավականին սերտ հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ, Հայաստանին որպես պետություն չի ճանաչում, չունի դիվանագիտական հարաբերություններ, Հնդկաստանն էլ հակառակը Հայաստանին է համարում մեր տարածաշրջանում իր թիվ 1 գործընկերը եւ ունի սերտ ռազմատեխնիկական եւ պաշտպանական նաեւ քաղաքական հարաբերություններ Հայաստանի հետ, ինչի վկայությունն է նաեւ այս այցերը, այս երկխոսությունը, որը կա, ինչ եք կարծում, որքան ազդեցություն կունենա այս շարունակվող դիմակայությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև մեր տարածաշրջանում։ Մասնավորապես ասեմ, ինչի մասին է խոսքը։ Հնդկական մամուլը նշում է, որ այս զինամատակարարումները Հայաստանի դրանք միայն այսպես ասենք միայն մարքեթինգ չէ
միայն բիզնես չէ, այլ ավելին է քան, հա? Եվ սա ունի եւ ունենալու է շատ հստակ քաղաքական չափում։ Ինչի մասին է խոսքը, համեցեք։ Քաղաքական չափումը ստեղ նա է, որ այն իրավիճակում, որ Հայաստանը գտնվում էր 22 թվականին, 2022, Հայաստանը մնացել էր առանց որևէ զենքի մատակարարող եւ չկար այդ պա երկիր, որ պատրաստ էր այդ որակի եւ քանակի զենք մատակարարել Հայաստան եւ Հնդկաստանը որոշեց դա անել։ Դա արդեն ինձ թվում է բավականին կարևոր քայլ էր այդ պահին եւ այս պահին, որ այս կոնֆլիկտից հետո նաեւ կարճ որ եղավ, ինձ թվում է դառնում է ավելի ակնհայտ, որ Հայաստանն ու Հնդկաստանի համար բավականին կարևոր կլինի ստորագրել ինչ-որ նոր փաստաթուղթ նմանատիպ օրինակ ԱՄՆ-ի ու Հայաստանի փաստաթղթին Strategic Partnership Agreement ինչ-որ այդ տիպի փաստաթուղթ Հայաստանի ու Հնդկաստանի մեջ շատ ինձ թվում է այսօրվա քաղաքական եւ գեոպոլիտիկ լոգիկայում ճիշտ կնայվի եւ հուսով եմ, որ այդ կողմերը այդ համաբանությամբ կշարժվեն առաջ։ Պարոն Ներսիսյան, իսկ այդ նույն տրամաբանության մեջ Պակիստանը օգտվելով Չինաստանի հետ իր սերտ համագործակցությունից կարող է Ադրբեջանի հետ ընդլայնել իր ռազմատեխնիկական համագործակցությունը, էլի համանման դրդապատճառներով։ Ադրբեջանի հետ արդեն բավականին ընդլայնվել է եւ այդ JF-17 կործանիչները, որի մասին խոսքը գնում էր, Պակիստանում են հենց արտադրվում եւ եթե համեմատենք Պակիստանի ու Հնդկաստանի հնարավորությունները, Պակիստանը շատ ավելի քիչ զարգացած ռազմական արդյունաբերություն ունի, քան Հնդկաստանը եւ այդ որակի եւ տարբեր եւ բազմատեսակ զենք ու զինամթերք չի կարող մատակարարել, դրա համար ինձ թվում է, որ ստեղ այդ ասիմետրիա մի քիչ հնարավորությունների այդ երկու պետության մեջ էլ կան բավականին լուրջ եւ այդ իմաստով ես ռիսկերը այդքան էլ բարձր չեմ տեսնում, բացի դրանից Պակիստանն ու Ադրբեջանը ինչ որ տեղ ավելի առաջ են հարաբերություններում, քան Հնդկաստանն ու Հայաստանը եւ այդ դիսբալանսն էլ է պետք շտկել, որովհետեւ Պակիստանի ու Ադրբեջանի հարաբերությունները արդեն մոտեցել են ինչ որ համարյա դաշնակցականի։ Պարոն Ներսիսյան, եւ ամփոփելով եւս մի կարևոր ասպեկտ ուրվագծվեց այս դիմակայության ժամանակաշրջանում, դա Իսրայելի դիրքորոշումներ։ Այնպես ստացվեց, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես դուք նշեցիք, բավականին այսպես սերտորեն եւ մոտիվացված ձևով սատարեցին Պակիստանին։ Մինչդեռ Իսրայելը իր միանշանակ սատարումը հայտնեց Հնդկաստանին, Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքին եւ նաեւ կարեւորեց տերորիզմի դեմ պայքարը։ Մեր հաղորդաշարի շրջանակներում մենք անդրադարձել էինք այդ ասպեկտին եւս։ Ինչ եք կարծում, սա որևէ ազդեցություն կունենա Իսրայելի քաղաքականության վրա, թե ոչ։ Հաշվի առնելով էլ նաև այն, որ կարծեք ընդհանրապես մեր տարածաշրջանում, հա, հաշվի առնելով նաև, որ կարծեք թե ինչ-որ մի սև կատու է անցել Թրամփի եւ Նեթանյահուի միջև, համեցեք։ Ինչը որ ես եմ տեսնում, Իսրայելը շատ պրակտիկ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ եւ այս պահին Հնդկաստանը օրինակ ամենամեծ զենքի գնորդն է Իսրայելից եւ ստեղ դա էլ որոշ էֆեկտ պետք է որ ունենար իրանց դիրքորոշման վրա։ Բացի դրանից Պակիստանը որպես տենց բավականին լուրջ տերորիզմին աջակցող պետություն Իսրայելին
Իսրայելի աշխարհայացքներից բավականին հեռու է գտնվում, ինչը Ադրբեջանի մասին տենց ուղիղ չի կարելի ասել, իրենք կարողանում են ինչ-որ բալանսավորված իրանց ներկայացնել եւ նաեւ պետք է նշել, որ ինչքան էլ Ադրբեջանի ընկերների հարաբերությունները վատանում են Իսրայելի հետ, մեկը Բաքուն կարում է իր կապը Իսրայելի հետ պահել, օրինակ Թուրքիայի հետ հիմա բավականին լուրջ խնդիրներ ունի Նետանյահուն, բայց դա Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա չի անդրադառնում Իսրայելի, մի քանի պատճառով, առաջինը ֆինանսական, ես նկատի ունեմ հենց այդ նույն զենքի գնումները, նավթի եւ գազի մատակարարումները, եւ երկրորդը Իրանի գործոնը, որ Ադրբեջանը թույլ է տալիս, որ իր տարածքից հետախուզական գործողություններ իսրայելական հետախուզությունը կատարի Իրանի նկատմամբ։ Շնորհակալություն պարոն Ներսիսյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ տեղեկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար բարին ձեզ։ Հաջողություն ձեզ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր ռազմական փորձագետ Ապրի Արմենիա հիմնադրամի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ, քննարկեցինք մի շարք հարցեր կապված հայ-հնդկական եւ հայ-բրիտանական համագործակցության հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։